թե ինչ ենք մենք տեսնում այսքան օրերի ընթացքում, այսքան ամիսների ընթացքում։ Ես ջանասիրության հետ դրա հետ կապված եք խոսում, մտքից թելը կտրվեց։ Ուրեմն ջանասիրության առումով տեսեք, պաշտպանական կողմը միջնորդում է հարցաքննել այն առանցքային անձանց, ովքեր ենթադրաբար քննվող դեպքի վերաբերյալ կարող են տալ ապացուցողական արժեք ներկայացնող փաստական տվյալներ։ Մերժվում են բոլոր միջնորդությունները, պատասխանը հետևյալն է. ես եմ քննիչը, ես եմ որոշում, թե տվյալ անձին երբ քննեմ, իսկ դատական նիստերի ընթացքում քննիչի դիրքորոշումը, չգիտեմ, տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որ ասում է, դե որ այս մարդուն հարցաքննեմ, ասում է հիմնավոր կասկածը հերքող փաստական տվյալները հայտնեմ, ես էլ ուրեմն իրան հարցաքննեմ։ Տեսականորեն նկատի ունեն։ Հիմիկվա իրականությունում դժվար, բայց տեսականորեն եւ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու եւ ապօրինի կալանավորելու համար կան համապատասխան քրեական օրենսգրքում գործող քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, հանցակազմեր, միշտ եղել է դա, բայց քանի որ մենք այս գործի հետ կապված գիտենք, որ ունի ակնհայտ քաղաքական ուղղորդման էլեմենտ, բաղադրիչ, այս իրավիճակում, այս պայմաններում դրա մասին ինձ թվում է խոսելը զուր է եւ նման հարց բարձրացնելու տրամաբանություն էլ չկա։ Ես մի բան մասնավորի կներեք, այդ խոսակցության հետ կապված փորձագետներ Անցնենք հարցերին։ Այսինքն Կարճ, եթե թույլ տաք մեր գործընկերն է մի շեշտադրում կատարի։ Իմ գործընկերները ըստ էության ներկայացրեցին իրավիճակը, հարգելիներս։ Տեսեք, այն որ խոսում ենք, որ սա արդեն աբսուրդի ժանրից դուրս է, այո, մենք մեր պրակտիկայում չենք ունեցել իրավիճակ, երբ որ պաշտպանական կողմը փորձի ստանալ փաստական տվյալներ, ապացույցներ, այլ մեր մեղադրանքի հետ ներկայացված եւ ստացվի իրավիճակ, երբ քննիչը երբևիցե չի եղել պրակտիկայում նման դեպք, փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում, դուք եթե լսել եք, հնարավոր է մեզ հայտնեք նման տվյալ, չկա, մեր պրակտիկայում մենք չենք լսել, այ զարմանալին գիտեք որն է, երբ մեզ թվում է, թե այս 6 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այն բոլոր ապօրինությունները, որոնք որ արդեն ավարտվել են եւ զարմանալիորեն հասկանում ենք, որ ոչ, բարոյական իրականացնող մարմինը այնպիսի մտքեր ունի, որ փորձում է ինչ-որ նոր գործողություն կատարել, բացի քրեական գործը դատարան ուղարկելուց, բացի դատական վերջնական լուծում տալուց, այն մեզ զարմացնում է իրականում, թե 53 քննիչ ինչով է զբաղված, եթե ոչ ամեն օր նոր ինչ-որ ապօրինություն կատարելու մտքից, չգիտեմ, ինչ-որ նոր միտք է ծնվում։ Տեսեք, հարգելիներս, ինչ է նշանակում կատարել ապօրինություններ։ Սամվել Կարապետյանը, այո, 6 ամիս է գտնվում է ապօրինի անազատության մեջ, 6 ամիս է ապօրինի մեղադրանք է ներկայացվել։ Այ դուք հարց հնչեցրեցիք, այո, ենթարկվելու են քրեական պատասխանատվության այն անձիկ, եթե Սամվել Կարապետյանը 6 ամիս է գտնվում ապօրինի անազատության մեջ, ապօրինի մեղադրանք է ներկայացված, ապա վստահ եմ, որ հետագայում եթե 6 ամիս, ապա ապօրինություն կատարողը 6 տարի է գտնվելու անազատության մեջ եւ այդպես շարունակ։ Եվ այո, կոչ եմ անում, որպեսզի դադարեցնեն այս աբսուրդային ժանրի ապօրինությունները եւ ի վերջո գործեն օրենքի դաշտում, եթե ունեն այդպիսի խիզախություն։ Այսքանը։ ես հարցեր Եկեք սենց կարելի ասել հերթով այդ դեպքում քանի կանեն սկսեց այնուհետև այսենց շարունակենք։ Հա, ոչ մի դեպքում։